Բարերեք ընկերներիս, ազգի գենետիկ ֆոնդի կրողներին ու գիտակից հատվածին։ Այսօր կարևոր այդ հանգամանքի վերաբերյալ ուզում եմ ձեզ հետ էլի խոսել, բայց խոսելուց զատ պիտի որ դուք էլ հասկանաք, որ միասնական ուժով պիտի սպորնիկներին իրենց արժանի պատիժը տանք։ Ոչ թե ամեն մեկը տիրա բուն, ոնց որ ասած մարմնականը, ֆիզիկականը, մտավորը դնի տունը կամ նստած ուզենա դիտարկումների շրջանակներում գա ասի գիտեք ինչ կա, ես ձեր հետ եմ, դուք մեր հետ չեք կարող լինել, մեր ազգի, մեր գաղափարախոսության, մեր ծրագրերի հետ, որովհետև այդ ամենը միասնական ուժով պիտի արվի, միասնական համախմբվածության շնորհիվ։ Թե չէ ամեն մեկը ասում եք, հա, պարոն Սիմոնյան, մենք ձեր կողքին ենք, մենք ձեզ հետ ենք, մտովի լինելով կամ ցանկություն հայտնելը քիչ է։ Մնում է գործնական քայլերով, որ արդյունք ստանանք։ Թե չէ դատարկախոսությունը ոչ մի դեպքում որևիցե արդյունք չի տա։ Այսօր բուն խնդրու առարկային եմ ուզում անդրադառնալ առանց ինչ-որ այլևալությունների, առանց ձևական ֆորմատի մեջ մտնելու։ Ես պարզապես ուզում եմ, որ դուք էլ միանաք հնարավորինս շատ կիսվեք խմբերով, որ սրանց կողմից վերահսկվող իմ եթերները հնարավորինս անհասանելի լինեն այս վիժվածքների համար։ Հիմա ինչ, սկսենք, հա երևի։ Մի րոպե։ Так, մի րոպե, ես էլ կարգավորենք ու սկսենք։ Հա, էդ էլ խնդրեմ մի հատ ընկերներից, եթե ինչ-որ արգելափակում կա կամ տեսագրությունը նորմալ հասանելի է ձեզ, մի հատ տեղեկացրեք, հա։ Կլինի։ Մի հատ ստանայում, հա, ինչ-որ ձեր մի րոպե։ Один момент, հարգելի ընկերներ ջան։ Так, ասի, ասենց էսել։ Ձեր գործողությունները ես եմ անում, դուք պիտի շարգարգռված լինեք, որ ես եթերները հնարավորինս հասանելի դառնան։ Բայց դուք որևիցե մեկը նման խնդրու առարկայով չեք զբաղված։ Վատը դա է։ Դա շատ վատ է։ Так։ Դուք ընթացքում որևիցե հարց, պատասխան, քննարկման առարկա ուզում եք դարձնել, սարքել։ Եթե կան հարցեր, նախորոք տվեք, ես կարճ անդրադարձ կկատարեմ իմ բոլոր այսօրվա խնդրու առարկաներին, որը ձեզ համար պիտի լինի, որ առաջնայինը, ու բացատրեմ հեսա ինչի համար։ Так, մի րոպե։ Լինի, որ առաջ։
Բարերեկո Արմեն ջան, բարերեկո։ Արմեն ջան, եթե հնարավոր է կիսվեք խմբերով, եթե հնարավոր է, եթե նեղություն չի, իհարկե։ Եթե ոչ, ապա հնարավորինս կիսվեք, որ կարողանանք հասանելի դարձնենք մեր ընկերներին։ Սենց մի րոպե, Так. Всё. Եկանք, տեղը հասանք ու սկսեցինք մեր խնդրու առարկաների քննարկումը։ Եթե նորից եմ ասում, եթե կան հարցեր, խնդրու առարկաներ ձեզ համար, որոնք այսօրվա վրա ձեզ համար առաջնային են, երկու բառով գրեք, անդրադարձ կատարենք ու ես իմ խնդրու առարկաները, որը վերաբերում է ձեզ, անմիջական ընթացքում կշարադրեմ, կներկայացնեմ։ Դե ինչ սկսենք, թե սպասեմ ձեր հարց ու պատասխանին, հա? Եթե ոչ, ես եմ սկսում, լավ։ Այսօր ուզում եմ անդրադարձ կատարեմ, գիտեք ինչին։ Տեսեք, բոլոր համակարգ կոչվածները ունեն լրատվական համակարգեր, որոնք բոլոր լրատվականներով, հեռուստատեսությունով, թերթերով, ինչպես նաև Facebook, եւ այլն, վերահսկում են, ուսումնասիրում եւ ցանկատ օրենքով սահմանված կարգով, սրանց էլի գրած օրենքներով, պիտի որ ցանկացած հանցագործության մասին հայտարարությունը կամ եթե նրանք անգամ հայտարարությունով հանդես չեն գալիս, այլ այդ համակարգ կոչվածները, եթե տեսնում են իրենց լրատվականը, տեսնում են, որ տեսագրության մեջ, ինֆորմացիայի մեջ կա հատկանիշներ հանցավոր, հանցագործության հատկանիշներ, ապա նրանք պարտավոր են անմիջապես գործառույթել, վարույթ նախաձեռնել։ Հիմա այս պահով, տեսեք, մենք իրար հետ խոսել ենք, բազմիցս ներկայացրել ենք ու ձեր իսկ մասնակցությամբ, զանգահարել 102, զանգահարել ենք այս ԱԱԾ կոչված եւ ներկայացրել պետության ազգի դեմ կատարված հանցագործությունների շարանները, բայց որևիցե ընթացք չկա։ Իդեպ, ուրեմն երեք ես Ալմաթայի հռչակագրի վերաբերյալ մտցրել եմ նաև էլի դադաղազություն կոչված, որը հիմք է հանդիսանում արդեն իսկ այդ սկսած քորից մինչև փաշողլի Խերրույով, Ռաուֆով իրենց համակարգ կոչվածներով որպես պետական դավաճանների, որպես միջազգային հանցագործների ազգին գենոցիդ ազգի նկատմամբ գենոցիդ իրականացնելու, պետությունը թալանելու եւ բազմաթիվ հանցագործությունների վերաբերյալ վարույթ նախաձեռնվի եւ սկսվի հետապնդում, այսինքն կալանք ու դրանց նկատմամբ համապատասխան ընթացակարգով պատասխանատվության պատժի հափշտակածը վերադարձնելու եւ այլն։ Հիմա տվել ենք։ Սա եւս ազգային դատավարության սկիզբն է, որը հիմնավորում է, որ 1991 թվականից ըստ իրենց իսկ ստորագրած, ամրագրած փաստաթղթերի, որը հիմքում ընկած է նաև Ալմաթայի կոչված հռչակագիրը, դրա հիման վրա փաստացի մեր ազգին տարան գենոցիդ իրականացրեցին, ցեղասպանեցին ձեր գիտակցության մեջ
պետությունը, պետականությունը վերացրեցին, տարածքները ծախեցին, մեր պահանջատիրությունները վերացրեցին, ծախեցին, եւ այսօր այս վիժվածքները սկսած քորով իրենց ոնց որ ասած թիմակիցներով, Ռաուֆով բերելով, Խերժոյին, Փաշօղլուն, ու այսօրվա վրա կույսակցություն կոչվածներով բոլորը հանդիսանում են ազգի պետության թշնամիներ։ Ու այդ ազգի պետության թշնամիներին միանշանակ պետք է գնդակահարել, նրանց հարազատներով, ընտանիքներով եւ այլն։ Հիմա ես այսօր դիտում էի ազգային ախորի, ուրեմն ելույթը, հեսա այս ելույթն է կդնեմ, դուք էլ կտեսնեք, կնայեք, կհամոզվեք, որտեղ հստակ ներկայացվում է նաեւ այս Փաշօղլու կատարած պետական դավաճանության փաստը եւ նրա համակարգ կոչվածի, այսինքն դատախազություն, ԱԾ, մուսռնոց, դատարաններ եւ այլն կուսակցություններ, ազգային ախոր, նրանց բոլորի մասնակցությունը բոլոր այդ հանցագործություններին, թե պետական դավաճանություններին, թե տերորին, թե բանդիտիզմին, թե ազգին գենոցիդի ենթարկելու հիմքերը, փաստերը, ինչպես նաև պետության, պետականության ոչնչացումը, համակարգերի ոչնչացումը, այս համակարգ կոչվածների անմիջական մասնակցությամբ, ու դրանք այս վիժվածքները մուսր, դադախազ եւ այլն համակարգ կոչվածները, որ ասում են ծառայում ենք ազգին պետությանը կամ ժողովրդին պետությանը, դա ֆիկցիա է, դա կեղծ է, դա թատրոն է, սա միայն մի փաստ է, որ սրանց բոլորին այս փաստագրական տվյալների հիմքերով պետք է գնդակահարել։ Հիմա ձեզ ներկայացնեմ մի 5-6 րոպեվա տեսագրությունը, բայց ես ցանկանում եմ, որ դուք թե ձեր իսկ աչքերով տեսնեք եւ թե ձեր ականջներով լսելի դարձնեք եւ համապատասխան վերլուծություն անելով եզրահանգման գաք, փաստերի համադրելով մեկը մյուսի հետ, կարողանաք գիտակցել, հասկանալ, որ սրանք ինչ են, չնայած արդեն իսկ պիտի որ համոզված լինեք եւ դրա հիման վրա արդեն իսկ համախմբման process-ը իրականանա։ Հիմա սկսենք։ Մի րոպե։ Նախ ուզում եմ սկսեմ Փաշօղլու են պորնո կնգա վերաբերյալ, որ գաղտնի ձայնագրվել է եւ դրա շրջանակներում բացահայտվում է իրականությունը, որ դա չի հանդիսանում Փաշօղլու իրական կին կոչվածը, չգիտենք ով է, ինչացու է, կարող է որ համատեղ ապրող երևույթ է, չնայած այս պորնիկին դուք հիշում եք, չէ, որ լրատվական համակարգի ներկայացուցչի հետ խոսելով, առնչվելով, երբ հարցը տալիս է, թե դուք ամուսնացած եք, ասում եմ ոչ, բա ինչու, ասում եմ դե որոշակի հանգամանքների հետ է կապված, որ մենք իրար հետ զաքսավորված չենք, այս պորնիկի արտասանած բառերը։ Հանգամանքները որն են, որ սա փաստացի հոմոսեքսուալիստ է, սա նորմալ երևույթ չէ, այսինքն տղամարդկությունից զուրկ է, ու դրա երեխաներն էլ իր երեխաները չեն։ Հիմա ես ուզում եմ սա ցուցադրեմ ձեզ, ու դուք էլ ձեզ համար լսելի դարձնեք, նաև ձեր մեջ ամրագրեք, որ այս սրա համակարգ կոչվածները, ովքեր խաղում են հանդիմություն, իշխանություն, հա, նույն ոնց որ ասած կեղտն է, նույն վիժվածքներն են, նույն գործակալներն են, ջհուդական գործակալները, որ հիմնականում մարդկանց ականջներին կամ ուղեղային հատվածում նստած է, որ սրանք փաստացի ադրբեջանցի են, թուրքեր են, տենց ասել եմ ձեզ, ցեղատեսակ չկա։
Սրանք նույնն էլ ջհուդների վերաբերյալ, սրանք սեկտաներ են, սեկտաներ, որոնց անդամների գործունեությունը ծրագրված, ուղղորդված է պետություն կոչվածների վերացումով, ազգային պատկանելությունները ոչնչացնելով եւ մարդկանց սարքելով ստրուկ, ճորտ, օգտագործվող ապրանք։ Հիմա սկսենք փաստերի ցուցադրումով։ Ուշադիր։ Մի րոպե։ Անցանք առաջ։ Ես եմ ուզում դրանց պատասխան։ Հնչեցնում եք հարցեր, որոնց պատասխաններ ես ինքս անձամբ չունեմ ու հավատացեք ինձ էլ անձամբ շատ հետաքրքիր, որովհետև որպես այդպեսին Հակոբյան Աննան, որ ոչ մի կարգավիճակ չունի, անգամ առաջին տիկնոջ կարգավիճակ չունի ու ինչ իրավունքով է հայտնվել հրամանատարական կետում, ոնց որ դուք եք նշում հույժ գաղտնի քարտեզների դիմաց, այդ հարցը ինձ էլ է շատ հետաքրքրում որպես այդպեսին մենակ այդ չի, բազմաթիվ հարցեր կան։ Կան նաև այլ հարցեր, ասենք 2016-ի ապրիլյանից հետո մենք հետևություններ պետք է քաղեինք ապրիլյան պատերազմից քառորյա ու մեր ձեռք բերվող սպառազինությունները պետք է արդեն հասկանանք ինչ ենք ձեռք բերում ու ինչի դեմ ենք պայքարելու։ Պարզ էր, չէ՞ որ ԱԹՍ-ներով են հետո էլի աշխատելու, որտեղ 16-ին արդեն ԱԹՍ-ներով մեծ վնասներ հասցրեցին մեզ։ Ու այդ սպառազինությունների ցանկը 2016-ի ապրիլյանից հետո եղել է ուրիշ, այն սպառազինությունները, որոնք պետք է ձեռք բերենք, հետո 2018-ին նորից էլի փոխվել է այդ ցանկը, ես ինչքան հասկացա։ Դրանք հարցեր են, որ ինձ էլ է հետաքրքիր։ Ես էլ եմ ուզում դրանց պատասխաններ ստանամ։ Նույն Սու-30-ները ձեռքաբերվել, բայց մարտական գլխիկներ չկա այդ Սու-30-ների վրա։ Այդ ժամանակ, այդ դեպքում ինչի համար է ձեռքբերվել այդ Սու-30-ները։ Հասկանում եք, կան հարցեր, որ ինձ էլ է շատ հետաքրքիր։ Ու եթե օրինակի համար չգնանք այս ճանապարհով, գնանք այն ճանապարհով, այսինքն սպառազինությունների փոփոխություն չլիներ, որոնք պետք է ձեռք բերվեին հետագայում, ինչ արդյունք կլներ, հնարավոր նույնիսկ պատերազմ հաղթենք։ Ես չգիտեմ, չունեմ այդ հարցերի պատասխանը։ Ինձ էլ է շատ հետաքրքիր, վերջին մի քանի օրը երևի դուք էլ կարող նկատած լինեք, նույն Facebook-յան էջումս գրառումներ եմ անում, ժողովուրդ հետաքրքրություն արեք։ Բայց պարզաբան եք, էսի չէ կատարվում։ Ինչի համար եք առ այդ ինքնաթիռները։ Զրահաբաշխոնների պակաս ինչի համար ունեինք։ Տեսադիտարկման սարքերի պակաս կար մեր մոտ։ Ու լիքը նման հարցեր։ Եթե մենք սպասում էինք, գիտեինք, որ պատերազմ է լինելու, խի մենք նորմալ, ինչի համար մենք նորմալ չենք նախապատրաստվել այդ պատերազմին։ Դրանք հարցեր են, որ բոլորին են հետաքրքրում, ինձ թվում է։ Հիմա մի րոպե։ Հիմա ես սրան անդրադարձ կատարենք նոր։ Նախ տեսեք, այս խոսողը, ներկայացնողը, որին գաղտնի, ոնց որ ասած, ձայնագրել են, չեն տեսագրել, ձայնագրել են, խոսում է զինատեսակների մասին, որի մեջ նաև ներառված է Սու-30-ը, որը փաստացի չի ունեցել, ոնց որ ասած, բայգալովկիկ, ոնց որ ասած, ռակետներ եւ այլ, որոնք նպատակին պետք է ծառայեցնեն ինքնաթիռը, որովհետեւ ինքնաթիռը դատարկ առանց որևիցե զինամթերքի, հա, պարզապես թղթի, ոնց որ ասած, փուչիկ։ Հիմա մեկ այլ խնդիր։ Հիշում եք, չէ՞, Սյամո Բաբայան կոչվածը, որ այդ Աննա Պորնիկի հետ զբաղվում էր սեքսով, որի վերաբերյալ նաև հրապարակումներ եղան, նաև տեսագրություններ եղան, նաև եղան ֆոտո ժապավեններ։ Հիմա հարցը առաջանում։ Այդ Աննա կոչվածը, որը չի հանդիսանում ըստ փաստացի իրականության տվյալների, այս Փաշողլու կոչված կնիկը, այսինքն զաքսավորված չեմ, բնականաբար կնիկ չի։ Ինչ գործ ուներ այդ շտաբում, գլխավոր շտաբում, եւ ինչ իրավասություն ուներ մուտք գործել նշված շտաբ, ով է դրան լիազորությունն ու իրավասությունը տվել, այն մի հատ վիժված կար է գեներալ, չէ,
որ ասում է, ես ասեցի այսպես, ես ասեցի այնպես։ Փաստացի ճուժոյ մարդ, մեկ այլ երևույթ, որը ընդհանրապես կապ չունի, դու թեկուզ լիներ առաջի կնիկ, կամ վտարոյ կնիկ, կամ տրեցի կնիկ, հարցը դրանում չի։ Դու ինչ իրավասություն ունես, ինչ իրավունք ունես գտնվես այդ ժամանակահատվածում, պատերազմական իրավիճակում, գլխավոր շտաբում։ Տեսեք, հասարակ պարզ հարց է, բայց անցնենք մեկ այլ խնդրու առարկայի։ Տեսեք, մենակ Ջեբրայիլում 2 հատ բունկեր ա եղել, որոնց իրական արժեքը $1 միլիարդ չափանիշներով, այսինքն նրա սարքելը, նրան զինելը, մթերքով եւ այլ ապահովելով, բայց այդ բոլորը հանձնվել է թշնամուն։ $12 միլիարդ ուշադիր, $12 միլիարդ զենք զինամթերք, պլյուս դրան 200 տանկ, պլյուս դրան տարբեր զինատեսակներ, պարզապես նվիրաբերվել է ջհուդին իրականում։ Հիմա հարցը առաջանում։ Եթե զենքը չի կրակվում, նվիրաբերվում է, դա ինչ է կոչվում։ Եվ ինչի որևիցե մեկը դրա համար պատասխանատվություն չի կրել։ Փաստացի տարել են մեր ոսկե սերուցքին, ամրագրված լինելով մեր տարածքները որպես ադրբեջանական գոյություն չունեցող պետության տարածքներ, մեր ոսկե սերուցքին տարել են որպես վարձկաններ եւ ցեղասպանել, գենոցիդի ենթարկել։ Հիմա նշված խնդրու առարկաներով ես արդեն իսկ մտցրել եմ այս դադաղազություն կոչված գործակալական ցանցին, լրացուցիչ անգամ հիմնավորելով, հիմք ստեղծելով, որ ազգային դատը ձեր գիտակցության մեջ սկսվի, մենք սկսենք, որովհետև որևիցե համակարգ գոյություն չունի, ու դա լինելու է հրապարակային դատավարություն, եւ ովքեր այդ խոչընդոտելու են նշված դատավարությունը, գնդակահարվելու են, դա դիտարկվելու է որպես պետական դավաճանության, հանցագործությունների, ցեղասպանությունների, գենոցիդի պարտակում թաքցնում, պետության, պետականության ոչնչացման պարտակում թաքցնում, հանցակցություն, մասնակցություն ես բոլոր 35 տարվա կատարված հանցագործություններին։ Այդ թվում նաև են կորոնավիրուս կոչվածը, որը փաստացի Նյուրնբերգյան կոդեքսով 10 հոդվածի խախտում է, որը եւս միջազգային հանցագործություն է, որի վերաբերյալ եւս ես դատավարությունը տարել եմ, ու բոլոր հիմքերը առօրս թաքցվում, քողարկվում, պարտակվում է։ Հիմա անցնենք մի ուրիշ հանգամանքի, որը ի հայտ է եկել, որը ներկայացվել է ազգային ախորի բեմահարթակից։ Ուշադիր։ Մի րոպե։ Մի քիչ ձեզ համար երևի լարեք, թե ուղեղային հատվածը, թե լսողական ֆորմատի մեջ էլի մտցնեք, որ ձեզ համար նաև հասանելի լինի դարձած իրականությունը, փաստերը, եւ սրան հանցակցությունը, մասնակցությունը բոլոր համակարգերին, եւ սրանց ծառայող այդ գործակալական ցանցերը, մուսռնոց, դադաղազնոց, ԱԱԾ, քնչական, հակակոռուպցիոն, դատարաններ, ազգային ախոր, կուսակցություններ եւ սրանց իշխանություն ճանաչողներին։ Սկսում եմ։ Մի րոպե։ Ու դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ այդ ցանկն է անվերջը։ Դուք շատ լավ գիտեք, թե նոյեմբերի 9-ից հետո դեկտեմբերի 17-ի հողի վրա որևէ դեպք խաղաղություն չի վերելու։ Այսօր հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քննարկվել է կառավարությունում ԿՊ խմբակցության հետ անվտանգության խորհրդում։ Ցավոք եւ ողբերգությունն այն է, որ ձեր կայացրած որոշումները միայն այդքանից վրա չի, որ տարածվում է։ Ձեր կայացրած որոշումների հետևանքը կրում է ամբողջ հայ ժողովուրդը։
Եվ ես ուզում եմ ձեզ հիշեցնել ձեր իսկ խոսքերը, որ երկրում իրական իշխանությունը ժողովուրդն է, դուք ընդամենը տեղապահն եք։ Եվ որպես տեղապահ չեք կարող ստորագրել մի պայմանագիր, որի մասին իրական իշխանությունը, այսինքն ժողովուրդը տեղյակ չէ։ Այսինքն դուք որպես ով եք պատրաստվում ստորագրել այդ փաստաթուղթը։ Դուք նման լիազորություն չունեք։ Հաջորդ հարցը։ Ցանկացած բանակցություն ենթադրում են փոխզիջումներ։ Այս հարցը մենք շատ անգամներ ենք հնչեցրել, երբեք չենք ստացել սրա պատասխանը։ Վերջերս հարցազրույցի ժամանակ դուք ասում եք, լավ է ինչա զիջել, որ Հայաստանի Հանրապետությունը, թող ասեն ինչա զիջել Հայաստանի Հանրապետությունը։ Չեմ սխալվում, չէ՞, նման հարցադրում եք հնչեցնում։ Հիմա ես ընդամենը մի քանիսը թվարկեմ, որից հետո ես կակնկալեմ, որ գոնե մեկ զիջում ադրբեջանական կողմից կասեք։ Առաջինը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դեկտեմբերի 17-ին ձեր իսկ հրամանով Վաղարշակ Հարությունյանի կողմից ստորագրվում է մի փաստաթուղթ, որը մինչև այսօր նույնիսկ համարվում է պետական գաղտնիք սեփական ժողովրդից, որովհետև մնացած բոլորը գիտեն դրա մասին, չի հրապարակվել մինչև այսօր։ Այդ փաստաթղթով զորքերը մինչև 20 կիլոմետր հետ են քաշվել, որի արդյունքում մենք լրջագույն անվտանգային խնդիրներ ենք ունեցել, հատկապես Սյունիքի այդ սահմանի երկայնքով։ Հանձնվել է Գորիս-Կապան ճանապարհը։ Մի րոպե։ Հիշում եք այդ Մենք ժամանակ սկսենք եւ լսենք եւ սկսենք վերլուծել։ Տեսեք, ամբողջ երկայնքով սահմանագծից 20 կիլոմետր հետ է քաշվել զորքը։ Հիմա այդ հատվածում քանի կիլոմետր է։ Կարող է պատեի 10-ը, կարող է պատեի 20-ը, հա, կարող է պատեի 50-ը, կարող է պատեի ավել է։ Ուրեմն ոչ թե 20 կիլոմետր է, այլ ավելին։ Հիմա այս երևույթը ասում է մեր ժողովուրդը, սա ժողովուրդը ազգից չի տարբերում։ Կամ միտումնավոր է ձեզ խառնում, որովհետև ազգն ու ժողովուրդը տարբեր են։ Ժողովուրդը դա խառնածին հատված է, որի մեջ մտնում է թուրքը, ադրբեջանցին, ռուսը, ջհուդը, հոմոսեքսուալիստը, նեգրը եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Իսկ ազգը գենետիկ ֆոնդի ներկայացուցիչներ են ներառված ազգ հասկացողության մեջ, որը ունի իր ավանդույթը, իր մշակույթը, իր լեզուն, իր հոգևորը ու ամենակարևորը իր բնորանը։ Ժողովուրդները բնորան չունեն։ Ժողովուրդները լափակեր են։ Ժողովրդի համար կարևորագույնս տեղը գրավում է լափը, որտեղ հաց այնտեղ կաց։ Հիմա ուրեմն տեսեք, նախ սա անդրադարձ է կատարում այս երևույթը, որ դուք ինչ իրավունք ունեք, իշխանությունը ժողովրդինն է, հա։ Հիմա, բայց նա չի անդրադառնում, լսիր, դու ով ես ընդհանրապես։ Ցանկացած իրավական ակտ կայացնելու համար, իրավական ակտ իրավահարաբերություններ ստեղծելու համար դու պիտի լինես իրավասուբյեկտ, այսինքն իրավունքի կրող, որ կարողանաս այդ հարաբերությունների մեջ կամ ինչ առարկայի կամ տարածքի կամ շինության կամ մեկ այլ ապրանքի վերաբերյալ ձեռք բերես իրավունք, որի վերաբերյալ կարողանաս առևտուր անել, նվիրաբերել կամ մտնես կամ այլ իրավահարաբերությունների մեջ։ Հիմա տեսեք, ազգային ախորի բեմահարթակից խոսում է այս երևույթը, բայց խոսում է պետական դավաճանության մասին, որը փաստացի տարածքները ծախելը, դա պետական դավաճանության փաստ է, բայց սա ներկայացնում է այս վիժվածքը, որպես փոխզիջում։ Նախ, տեսեք, այս վիժվածքուհին ներկայանալով ազգային ախորի բեմահարթակից որպես պատգամավոր, իբր թե ՔՊ ական կոչված երևույթները կատարել են։ Ինչ են կատարել։ Եթե տարածքները տվել են, սա պետական դավաճանություն է, բայց տարածքները ոնց են տալիս, մենակ փաշողլին տվեց։ Հարց եմ տալիս, էլի։ Տեսեք, կոնկրետ այս վիժվածքները ձեր
ձեզ այդ մանիպուլյացիաների միջոցով իրական պատկերը խեղում են, շեշտը դնելով մի պոռնիկի վրա, որ ձեր ուղեղային հատվածը կենտրոնանա իրենց մանիպուլյացիայի վրա։ Հա, դες ինքը տվեց, բայց որևիցե մեկը չի ասում, մի րոպե լա։ Ոնց, առեք, ես եմ տալիս, ես եմ տալիս։ Դուք հասկանում եք, ես սրա աֆյորան, ես պոռնիկի աֆյորան։ Եվ դուք սկսեք գիտակցել, էլի։ Նախ այս պոռնիկը պիտի հրահանգ տա, ճիշտ է, այսինքն նշված տարածքների, տարածքի չէ։ Ուրեմն գլխավոր հրամանատարի, պաշտպանության նախարար, հա, ազգային անվտանգություն, հրամանատարներ, ուշադիր եղեք, հարա։ Սա պետք է համաձայնեցված լինի ազգային ախոռում, կամ պետաիրավական հարցեր, պետաիրավական հանձնաժողով, կա սահմանադրական դատարան ձեր գիտակցությամբ, կա ազգային անվտանգություն ձեր գիտակցությամբ, էլի։ Ու այդ բոլոր համակարգ կոչվածների, ասես վրաներով անցնում է այս պոռնիկը, այս պոռնուհին, ու ձեզ մատուցում ասում է դուք, փաշողլի դուք, այսինքն տեսեք ինչ է ստացվում։ Այստեղ համաձայնեցված խաղը է գնում։ Խաղ է գնում ինչ շրջանակներում, որ են Խերժոյին, Ռաուֆին, Քորին իրենց համակարգ կոչվածներին, ԱՑ, քննչական, հակակոռուպցիոն, դատարաններ, սահմանադրական դատարան, ազգային ախոռ կուսակցությունների վրայից պատասխանատվությունը մաքրեն։ Եվ միակ կազյոլ отпущение սարքեն է սպորնիկին, փաշողլու։ Բայց անցնենք առաջ, շարունակենք, մատուցենք ձեզ։ Եվ սրա մեջ ներգրավված փաշողլին, որին Խերժոն բերեց, որին նշանակեց իր համակարգերով, ստանձնել է այդ կազյոլ отпущение կարգավիճակը եւ իր լափը ստանալով համոզված լինելով, որ ինքը պատժի չի ենթարկվելու այս պոռնիկների կողմից, որովհետեւ հիշում եք այն մի հատվածը, որտեղ այս վիժվածքը ասում է, որ քանի որ դեռ այս վիժվածքները հանդիմություն կոչվածը հանդիսանում են հանդիմություն, ես ոնց որ ասած իմ թագավորական կարգավիճակում դեռևս շատ եմ մնալու։ Այսինքն ինչ ասեց այս վիժվածքը, ասեց որ սա համաձայնեցված է, որի բոլոր հանգամանքները բազմիցս ձեզ ներկայացրել եմ։ Հիմա անցնենք բայց առաջ։ Ուշադիր։ Ադրբեջանցիները նույնիսկ GPS-ով գալիս էին, ասում էին մեր հենակետը այստեղ պետք է լինի, ու կանգնում էին, ու դիմացից որևէ մեկը չկար, որ արձագանքեր։ Զիջվելա կապան ճակատեն ճանապարհը։ Տավուշում առանց սահմանազատման բուն։ Մի րոպե։ Տեսեք ինչ է ասում այս պոռնուհին։ Ասում է զիջվել է։ Չի ասում ծախվել է։ Կատարվածը պետական դավաճանություն է։ Զիջվել է։ Սա կամ անգրագետ չի կարող լինի, հասկանում եք այս պոռնիկը։ Սա կատարելագործված պոռնիկ է, որին համաձայնեցված Փաշողլի, Խերժո, Ռաուֆ, Քոր եւ իրենց համակարգեր մատուցվում է Օղչարահոտին, որ Օղչարահոտը հասկանա, հա Փաշողլին է, հա Փաշողլին որ սենց լներ, այնպես կլներ, հիմա Փաշողլը որ հանենք մնացածը կկարգավորվի, դες բան չի կարող լինել, որովհետեւ բոլոր հանգամանքները, բոլոր համաձայնությունները, բոլոր պետական դավաճանությունները տարածքների վաճառքը ազգին գենոցիդի ենթարկելը, դրանք բոլորը համակարգերով են մատուցված, համակարգերով է իրականացված եւ առօրս դրա անպատժելիության հանգամանքները ֆիքսվում են, հիմնավորվում են մի պատճառաբանությամբ, որ սրանք բոլորը մի թիմ են,
որ սրանք բոլորը նույն պետական դավաճաններն են, միջազգային հանցագործներ են, այդ թվում նաև այլ պետություններ կոչված Ռուսաստան, Ֆրանսիա, Ամերիկա, Գերմանիա, Եվրոպա, Եվրոխորհուրդ, Եվրոմիություն, Հաագայի դատարան, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, Ախմեդ, Էրդողան, Ֆլան եւ այլն։ Բոլորը համատեղ են։ Հիմա բայց անցնենք առաջ եւ ուշով լսելով սկսենք վերլուծել։ Գործընթացը սկսելու եւ կանոնակարգի հաստատման զիջվել են տարածքներ, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության ներքո եւ դրա փոխարեն գոնե 1 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ չի դեօկուպացվել։ Բանակցությունների ընթացքում իմիջիայլոց կար առաջարկ, որպես մարտով կարդացել է այդ թուղթը, կար առաջարկ վեճերի լուծման համար մեխանիզմ ստեղծելու։ Ադրբեջանը հրաժարվել է եւ հետեւաբար դա դուրս է մղվել բանակցային շրջանում։ Ես ավարտեմ, քանի որ շատերը շատ խոսեցին, կարծում եմ մի կես րոպեն չի խանգարել։ Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի կազմում, ասելով, որ կստանաք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության Մի րոպե։ Արցախը ճանաչեցիք որպես Ադրբեջանի տարածք։ Այսինքն մինչև այս պահը հանդիսացել է Արմենիայի տարածքի մի հատվածը, վարչատարածքային մի հատվածը, վարչատարածքային մի հատվածը, հասկանում եք, ոչ թե Ադրբեջանինն է եղել, որտեղ Ադրբեջանն էլ պետություն չի։ Ադրբեջանը դա ատրպատականն է մեր Բաքուրակերտ արքայի, Բաքուր արքայի, Բաքուրակերտ մայրաքաղաքը։ Հիմա, տեսեք, այս պոռնուհին իրականությունը ձեզ չի մատուցում։ Սրանց մանիպուլյացիաների միջոցով, տեսեք ինչ է ասում, տվեցիք Ադրբեջանին, բայց ոնց է տալիս չհասկացա։ Այս կառուպկա էր, հա, վարչական տարածք էր, հա, ոնց, էդ իրա, ես ձեզ բացատրել եմ, մի հատ անդրադարձ կատարեմ, նոր անցնենք առաջ։ Իրավա հարաբերության մեջ մտնելու մի հատ էլ էլի ձեր ուղեղները հասկացնեմ, զարգացնեմ։ Իրավա հարաբերության մեջ մտնելու համար դու պիտի դրա իրավունքը ունենաս։ Դու պիտի դրա իրավունքը ամրագրված լինես, որ մտնես իրավա հարաբերության մեջ, հասկանում եք։ Այսինքն դա պիտի լինի քո սեփականությունը, որ դու տաս, առնես, վերցնես։ Հիմա այս պոռնիկը ուզում եմ հասկանամ, էլի ազգային ախորի դեպուտանկա է։ Սա անգրագետ է, թե պարզապես մտել է ըստ ձեզ խաղի մեջ եւ ստանձնելով իր խաղադրույքները խաղադրում է, ներկայացնում է, խաղարկում է, որ օղչարահոտը հասկանայսի մաքրուր, մաքրասեր, հնդիմադիր կոչված պոռնիկ է եւ այս պոռնիկին պետք է ընդունել գրկաբաց, հասկանում եք։ Բայց պետական դավաճանությունը ներկայացնում է զիջում, փողզիջում, հասկանում եք։ Հիմա սա անգրագետ է, թե հատուկ պարապած պոռնիկ։ Ուզում եմ դուք էլ վերլուծեք էլի ձեր մեջ։ Վարչատարածքային միավորը ասում է տվեց ոնց է տվեց, հա, կոշիկ էր, ինչ էր էլի, մի տորթ էր, պիրոժնի էր, վերցրեց տվեց, ոնց տվեց էլի, արեք մտցնենք իրար հետ սա այս հանգամանքը մի հատ վերլուծենք, որ դուք հասկանաք այս պոռնիկները ինչ աստիճանի պոռնիկներ են, ինչ աստիճանի պարապած պոռնիկներ են, որ այս հանգամանքը ձեզ ցանկանում են ներկայացնել, որ փաշող լինա տվել, հիմա մի րոպե, եթե, տեսեք, այդ շտաբում, որ նստած են, ովքեր են նստած, փաշող լինա, նստած իրա պոռնիկ կնգա հետ, հա, կոչված, ընդեղ էլ մարդ չկար,
Հրամանատարներ չկային, գեներալներ չկան, ազգային անվտանգություն չկար, ազգային ախորդ չկար, հա։ Այս ոնց գնաց տվեց, արա, ասեց այ պորնիկներ, քաշվեք էս կողմ մենք տալիս ենք, բայց մի րոպե լարա։ Սա ումն է որ տալիս է։ Դու դրա սեփականության իրավունքը ունես։ Այդ մորդ կնգատ աղջիկիդ քամակն է ինչն է որ դու տաս կամ չտաս։ Դուք հասկանում եք ես ինչ է կատարվում, արա։ Ձեզ բոլորից ես մատերի վրա խաղարկում են։ Խաղացնում են։ Եվ դուք ողջարամտորեն այդ ամենի, այդ դերասանությունը, այդ կապիկությունը ընդունում եք որպես իրականություն։ Եվ որևիցե մեկը դրան չի անդրադառնում։ Բայց մի րոպե, անցնենք առաջ։ Եվ դուք նաև լսեք, հասկացեք, որ Փաշողլի կոչվածը ոչ թե ընդդիմանում է, ոչ թե հակա դարձում է, նա ոչ դա այդ ամենը ընդունում է, և ընդունելով ինչ է ասում, ես ձեզ նորից հուշեմ, որ բոլոր համակարգ կոչվածներ այդ գործակալական ցանցերը, դա դղազություն, ԱԱԾ, քննչական, հակակոռուպցիոն, ազգային ախոր եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ սահմանադրական դատարաններ, քրեական, քաղաքացիական, վարչական ունեն նաեւ լրատվական համակարգեր։ Եվ այդ լրատվական համակարգերը ուշի ուշով լսում են։ Որտեղ հանցագործություն, որտեղ անօրինականություն, որտեղ հակասահմանադրություն, որտեղ միջազգային այդ թվում նաև միջազգային համակարգ կոչվածները, ու որևիցե մեկը դրան չի անդրադառնում։ Ինչու՞։ Սա խոսում է մի փաստի մասին, որ սրանք բոլորը նույն վիժվածքներն են, նույն միջազգային հանցագործներն են, նույն պետական դավաճաններն են, նույն մեր ազգի գենոցիդ իրականացնողներն են, ձեր գիտակցությամբ ցեղասպանություն իրականացնողներ, նույն ձեր գիտակցությամբ վարձ ու վարձկաններ, սարքողներ, դրա հիման վրա գումարներ աշխատողներ, դրա հիման վրա տասնամյակներ մեր ազգի, մեր պետության հանդերձ միջազգային վիժվածքների հետ մեր ունեցվածքները նվիրաբերում են ջհուդներին, նվիրաբերում են ձեր գիտակցությամբ թուրքերին, ադրբեջանցիներին ու կողքից միջազգային կոչված պոռնիկները, Գերմանիա, Ադրբեջան, Ֆրանսիա, կողքից դիտարկում են Ռուսաստան եւ ծիծաղում, ասում են էշերը կուտը կերան, օղչարահոտը, բարանահոտը, ուտումա կուտը, թատրոնը անցավ, մենք մեր նպատակին հասանք, բայց դեռ հասնելու ենք, ու հիմա Գերմանիան ու Ֆրանսիան ֆինանսավորում են հոմոսեքսուալիստ մակարոնը իր տրանսգենդերուհի կնիկ կոչվածի հետ իբր թե ֆինանսավորում են Արմենիան, որ Արմենիան նորից իր ոսկե սերուսկին տանի զոհաբերի։ Անցնենք առաջ։ Ինչև այսօր չեք ստացել։ Ավելին Արցախի ժողովրդի իրավունքների մասին եք խոսում նույնիսկ 2022 թվականից հետո։ Այսօր Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, գույքային իրավունքի որևէ իրավունքի մասին որևէ քննարկում չկա։ Մինսկի խումբը, երրորդ ուժի ներկայացուցիչների տեղակայումը, միջազգային ասիաները, ինչպես ասում են, вопрос на миллион, ինչ է սիջել Ադրբեջանը։ Մի րոպե։ Շնորհակալ եմ հարցի համար, տիկին։ Մի րոպե։ Ուղղակի խնդիրը հետևյալն է։ Մի րոպե, հա։ Չեմ ասում։ Մի րոպե։ Տեսակ, էլի նորից այս պոռնիկը կրկնում է զիջել բառը։ Նա չի ասում պետական դավաճանություն է իրականացված, կատարված։ Նա ասում է զիջել բառը։ Հիմա սա կասեք անգրագետ,
մալալետկան, որ մանկապարտեզի երեխային ասես, զիջելը որն է։ Զիջելը ինչ են տվել մեզ, հա։ Մենք ինչ ենք վերադարձրել, կամ մենք ինչ ենք տվել, նրանք ինչ են վերադարձրել։ Ինչ ենք զիջել։ Տարածքների վաճառքը, դավաճանությունը, միջազգային հանցագործությունները, սա ներկայացնում է որպես զիջել։ Հասկանում եք։ Զիջելը որն այ պոռնիկ։ Հիմա դուք հասկանում եք, որ այդ ամենը կոմեդիա է։ Հիմա փաշող լինա զիջը։ Մենք դրան էլ մանրակրկիտ անդրադառնանք, որ ձեր նման անասունների ուղեղի մեջ սկսի ուղեղային հատված աշխատել, որդերը քաշվեն մի կողմի վրա, սկսի ուղեղային հատվածը գործել։ Նորից եմ ասում։ Ինքնազիջը, բացը, բա դադաղազությունը, բազգային ախորի դեպուտանկեքը, բա այդ հնդիմությունը, բա այդ ժամանակին դադախազային խփես, սպանում էին, ազգային ախոր մտան, վզգոյին խփին, Դեմիրճանին խփին, դեպուտանկեք խփին, եւ այլ, եւ այլ, եւ այլ, եւ այլ, եւ այլ, հա? Այդ ոնց եղավ, մի հատ պոռնիկի չեն կարում խփեն, հա? Հարց եմ տալիս, միթե մի հատ պոռնիկի խերժոն չկարեցավ խփել, այդ ստրուկտուրաները իրա գրպանում էր դրած, ասում էր, ինչքան պետք է նկարեմ, 80, 70, 60, ինչքան ուզում ես խփենք, թիվը էլի, այսինքն այդ թիվը, որը ձեր գիտակցության, ընտրություն է, ընտրական տոկոսն է, 60, 70, 80, 100 եւ այլն, հարց եմ տալիս էլի, ուզում եմ ձեր գիտակցությունը, այն մառախուից դուրս գա էլի, մի քիչ սկսեք մտածել, այն քաքը աշկերներից հետ, ականջներից հետ մաքրեք եւ իրական պատկեր ունենաք։ Հարց եմ տալիս, ինչ զիջում։ Իրա ջեբը դրած էր, ասում այս կոնֆետը վեգալ ծծի, հա, մեզ էլ բանը տուր, այն մարոժնի տուր ուտենք, հա։ Հարց եմ տալիս, դուք ոնց եք դիտարկում, ինչ զիջում։ Ինչն է Իրանը, որ վերցնում տալիս է, մնացած համակարգ կոչվածներն էլ մտել են էշի ոռը դուրս չեն գալի։ Հարց եմ տալիս։ Ուզում եմ ես հասկանամ ձեր գիտակցականը ոնց է աշխատում։ Հիմա լսենք այս պոռնիկին, թե այս պոռնիկը ինչ է պատասխանում։ Մի րոպե։ Один момент։ Ու դուք ինքներդ շատ լավ Մի րոպե։ որևէ քննարկում չկա, զիջում Շնորհակալություն։ իհարկե Հարցին պատասխանեմ։ Մինսկի խումբը երրորդ ուժի ներկայացուցիչների տեղակայումը միջազգայնացման, Գրիգորյան։ ինչպես ասում են, вопрос на миллион, ինչ է զիջել Ադրբեջանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Գրիգորյան, ուղղակի խնդիրը հետևյալն է, եւ սա չեմ ասում անձնային մակարդակում, այլ ավելի ընդհանրական մակարդակում եմ ասում, որ երբ որ մենք մի բանի մասին խոսում ենք, պետք է վստահ լինենք, որ գիտենք ինչի մասին ենք խոսում։ Տեսեք դուք այն ինչ որ տեսեք ինչ ասիկ նոյեմբերից հետո իմ հրամանով ինչ որ մի փաստաթղթով, որը չի հրապարակվել, չնայած հրապարակվել է ինտերնետում եւ ես շատ լավ Մի րոպե։ ունեցել զորքերը Մի րոպե։ Ասում է ինտերնետում ֆլանֆստանում հրապարակվել է։ Չնայած հրապարակվել է։ Դուք որևիցե մեկը դրան ծանոթ եք։ Ալմաթայի հռչակագրի մասին անգամ դուք չգիտեիք։ Այդ բոլորը ներկայացնում են այդ հիշխանություն, հանդիմություն կոչվածները, իբր թե 91-ից չի ստորագրված, այլ ստորագրվել է 23 թվականին Ախմեդի
եւ Փաշօղլու մասնակցությամբ։ Այսինքն մինչև այդ դա չի եղել։ Փաշօղլին դա չի վավերացրել։ Հասկանում եք։ Բայց փաստացի դες բոլորիդ խաբել է։ Հիմա ամեն մի իմ փաստերը ներկայացնելուց հետո այս պոռնիկները աշխատում են նոր կապիկություն ստեղծել, նոր կապիկություն ձևավորել, սցենար արդեն իսկ պատրաստի տալ խաղացողներին, ու այդ խաղացողները ձեզ մատուցում են որպես նոր հանգամանքներ եւ դա որպես անկեղծություն, մտահոգություն, բայց ոչ օրենքով, ոչ միջազգային նորմերով, ոչ միջազգային կոչված օրենքներով, ոչ միջազգային կոնվենցիաներով կատարված հանցագործությունների փաստեր։ Պարզապես փողզիջում, պարզապես զիջում, պարզապես ներկայացում։ Հասկանում եք, այդ դրա համար են որևիցե մի համակարգ կոչված չի վարույթ նախաձեռնում, քրգործ չի հարուցում, հանցագործներին պատասխանատվության չի ենթարկում, նույնը միջազգային պոռնիկները։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ՄԱԿ-ի անդամ պետություններ, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկա, Ֆլանֆստան եւ այլն, Ռուսաստան եւ այլն։ Հարցը հրաչանը։ Հիմա սրանք են օլուխ, թե ձեզ են դրել օլուխի տեղ։ Իրանք են բառան, թե ձեզ են դրել բառանի տեղ։ Իրանք են անմեղ սունակ, թե ձեզ են դրել անմեղ սունակի տեղ։ Իրանք են պոռնիկ, թե ձեզ են իմանալով, որ դուք պոռնիկ եք, այդ դրա համար է որևիցե իրականություն, որևիցե պատասխանատվություն, որևիցե համակարգի գործողություն, գործունեություն չի իրականացվում։ Կոնկրետ բաներ եմ ասում, կոնկրետ փաստեր եմ ներկայացնում, իսկ հիմա շարունակենք, հա։ Կանգնել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանի վրա։ Դուք ասացիք, որ անվտանգային խնդիրներ ենք առաջացրել, լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնել։ Այդ են եզակի հատվածներից է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից այս կողմ հրադադարի ռեժիմի խախտման մի հատ դեպք չի եղել, մի հատ դեպք ա եղել, այս վերջին հայտնի դեպքը, որտեղ էլի շատ բան իրավիճակ է։ Մեծ հաշվով ոչ մի հրադադարի ռեժիմի խախտման դեպք չի եղել։ Այդ որոշման արդյունքում այսօր Երևան կապան օդանավը թռնում է եւ վերադառնում է։ Այսինքն ես ինչի համար եմ այս օրինակը բերում, ասելու համար, թե ինչ նկատի ունեմ, ասելով եւ որ մի բանի մասին խոսում ենք, պետք է համոզված լինենք կամ առնվազն հոգ տանենք համոզվելու, որ հասկանում ենք, թե ինչի մասին ենք խոսում։ Որովհետև ձեր ասած գործողությունները չանելն է, որ բերելու էր անվտանգային մի այնպիսի հետևանքների, որի մասին խոսելու առիթները չլինեն, որտեղ են լինել։ Լավ, հիմա մի րոպե, հա։ Մի րոպե։ Հիմա տեսեք, այս պոռնիկը ինչ ասեց ձեզ։ Փաստացի այս պոռնիկը Փաշօղլին ոչ թե հակադարձեց այն մյուս պոռնիկին էլի ներկայացնողին, այլ ընդունեց այդ բոլոր թղթի ստորագրություն կոչվածները, համաձայնությունները, որ այո արել է, եւ դա արդյունավետ է եղել, որ տարածքները որ ծախել է, ոչ մի կրակոտ չի եղել։ Խաղաղ ընթաց է, հետա քաշվե,
Տարածքները ծախել, տարածքները ծախել, եւ որևիցե մեկը դժգոհ մարդ չկա։ Ինչի պետք է կրակոցը լինի։ Ինչի պետք է սահմանի խախտում լինի, որ 20 կիլոմետր ամբողջ երկայնքով սահմանի հետ եկե, նվիրաբերել, Էլո պետք է դժգոհի։ Այս պորնիկ իրա թիմակիցներով, համակարգ կոչվածներով 6 միլիարդ դոլարը դրել է ջեբը, այդ պորնիկներին է բաժանել ԱԱՑ-ին, դադաղազությանը, քնչականին, հակակոռուպցիոնին, ազգային ախորի դեպուտանկեքին, կուսակցական պորնիկներին, բա դաշտանները 8 միլիարդ դոլար ֆոնդ ունեն։ Որտեղից է։ Հա? Հարց եմ տալիս։ Բա ոնց դառավ Ռաուֆը միլիարդատեր, Խերժոն միլիարդատեր, Քորը միլիարդատեր, այս պորնիկը միլիարդատեր, այս պորնիկի կնիկ կոչվածը Նյու Յորք Սիթի բանկում 2.5 միլիարդ եվրո ունի, միլիարդ ու կես եվրո ունի, որ արդեն դարձել է 7 միլիարդ, Փաշօղլին 10 միլիարդ շվեյցարական բանկերում ունի, 10 միլիարդ դոլար դրամ չէ, 10 միլիարդ եվրո, 10 միլիարդ դոլարներ, ոչ թե դրամներ, բա խաղում են, նա չի երգում, հասկանում եք, չի ասում այ պորնիկներ, ես մենակ եմ ծախել, ձեզ էլ եմ լափը տվե, չէ, ԱԱՑ-ին էլ եմ լափը տվե, բա Սիմոնյանը զանգում է ԱԱՑ-ն փախնում է, կներեք ոռը հագցնում են գլխներին փախնում են, նույնը մուսորները, նույնը դադարանները, դադավորները, ազգային ախորի դեպուտանկեքը, նույնը, հասկանում եք, դրա համար է Սիմոնյանի նկատմամբ քանի անգամ մահափորձ ա եղել, ունեցվածքի հափշտակություն ա եղել, տների զավթում ա եղել, որովհետեւ օրենք չկա, որովհետեւ օրենք չի գործում, որովհետեւ պետություն չկա, որովհետեւ այս պորնիկները զավթել են մեր երկիրը, որովհետեւ օղչարները, բարրանները, սրանց այս պորնիկներին գործակալներին ասում են իշխանություն, նրանք էլ ընդունում են, ասում են մենք ձեր իշխող համակարգն ենք, դուք էլ մեր ռաբերն եք, դուք էլ մեր ստրուկներն եք, դուք էլ մեր աբերանքներն եք, բարրանների տեսքով, օղչրների տեսքով, բաց, դրա գործողությունները, ազգային ախորի գործողությունները, համակարգ կոչվածների գործողությունները, Քորի վզգոյի, Թեմիրճյան կոչվածի, Ռաուֆի, Խերժոյի ապօրինությունները, հանցագործությունները դիտարկվում է որպես օրինաչափություն, որովհետև տեսնում են, որ դուք օղչար եք, տեսնում են, որ դուք բարրան եք, տեսնում են, որ դուք աբրանք եք, որոնց կարելի է առնել, իրենց իսկ գումարներով, որոնք թալանվել են մեր երկրից, մեր ազգից, մեր բնակչությունից, ամբողջ խնդիրը իրականությունը սա է, դրա համար ձեր նման օղչարներին ձեր սեփականությունը հանդիսացող աբրանքի համար, տան համար, մեքենայի համար հարկում են ու քահարկեն, որովհետև դուք ուղեղ չունեք, ձերը կարևորը մտածեք, որտեղից մի բան փախցնեք, որտեղից մի բան փախցնեք, բերեք, լափեք, բայց 10 մայթով լափելով դուք ծախում եք ձեր օջախը,
Ձեր երեխաներին տարակ զոհաբերեցիք, տարակ ծախեցիք նրանց արյունը։ Այդ թվում նաև ձեր հողը, ձեր օջախները, ձեր տները։ Իսկ այսօր Ղարաբաղցի կոչվածներին Արցախցի չեմ ասում։ Ղարաբաղցի կոչվածներին, որոնք իրենց տուն-տեղը գցեցին, փախան եկան, զենքը ձեռքներին, դուրս գային, որ սատկացնեին Սյամոներին, Արայիկ Հարությունյաններին, Բաքուներին, Արկադիկ Ղուկասյաններին ու մնացած պորնոներին, եկել են ստե ասում են, լապը տվեք, լապ ենք։ Չեն ասում, Արմենիայի մեջ մտնում է Արցախը նաև։ Մեր ազգի գենետիկ ֆոնդն է, միավորվենք, ազատագրենք, ասում է չէ, լապը տվեք, եթանք շատ լապ ենք։ Սա է իրականությունը։ Են կռված կոչվածներն էլ մտածում են, ում ոռը մտնեն, ումից մի երկու կապեկ փող լապ փախցնեն, որ տանեն լապ են։ Սա է իրականությունը։ Սութի կռվածներ, սութի մեդալներ, սութի կարգավիճակներ, բայց կարևորը լապը։ Լապը կա, մնացածը հետ, բայց ձեր լապը, ձեր լապից, ձեզնից հափշտակած, մի կաթիլն էլ չեն տալիս, որ ձեր նման ողջալները, լեզուները կոխեն ոռները, սսկվեն, որ իրենք իրենց սև գործը անեն, ձեր երեխաներին տանեն, ցեղասպանեն ձեր գիտակցությամբ, իսկ իրականում գենոցիդի ենթարկեն, տարածքները ծախեն, ձեր տները ծախեն, ու վայելեն, բայց ձեր նման ողջարները, որպես աբրանք օգտագործվեն ու հարկ եղած դեպքում վերացնեն, ոչնչացնեն, ձեր ոսկե սերուցքին տանեն զոհաբերեն, գենոցիդի ենթարկեն։ Սա է իրականությունը։ Բայց դնենք մի հատ էլ լսեք, էլի մինչև վերջ, ու անցնենք առաջ։ Կայացվել են ճիշտ, կայացվել են հիմնավոր եւ կայացվել են ապահովելու համար անվտանգությունը եւ ծառայել են իրենց նպատակին, այս է ամենակարևորը, ծառայել են իրենց նպատակին։ Այդ հատվածում, որտեղ դուք ասում եք, հրադադարի ռեժիմի խախտման մի դեպք չի եղել 2020 թվականի այդ ձեր ասած որոշումը կայացնելուց հետո։ Այսինքն տեսեք ինչ է ստացվում, այս պորնիկ, ինչ է ասում։ Ասում է հողերը ծախել ենք, որ կրակոտ չլինի, հասկանում եք։ Նա չի ասում, տես բան չի եղել, չեմ ծախել։ Որը ձեզ մատուցվում է որպես զիջում, փող զիջում։ Ասում է չէ, արել եմ, ճիշտ եմ արել։ Դրա պտուղները դուք քաղում եք։ Դրա պտուղները քաղում եք դուք, զինադադարա, չեն կրակում, բա երեխեք ջան, կուտը կերակ, լսում եք, կուտը կերակ, այսինքն վաղը Սյունիքն է կտը, որ չկրակ են, հասկանում եք բառաններ, հասկանում եք օղջարահոտ, վաղը ձեր երեխեքին էլի, նորից, տանելու են զոհաբերեն, վաղը մյուս օր մտնելու են ձեր տները, այդ ջուդները, ձեր տան մեջ, ձեր աղջիկներին, ձեր երեխեքին բռնաբարեն, հետո ձեզ էլ սատկացնեն, ու դուք այսօր լռել եք,
Ու դուք ձեր այսօր ворները ձեր գլխներից չեք ուզում հանեք։ Ես փաստերով եմ չեն ներկայացնում։ Ես ու ինձնից ինչ-որ ենթադրությունների, ստեղծագործությունների աշխարհ չեմ մտել։ Ներկայացնում եմ փաստերը։ Իսկ մտածելու, վերլուծելու ունակությունը, եթե ձեզ մոտ արկա է, վերլուծեք։ Սպասում եմ ձեր ինձ դիմելու, որ Սիմոնյան ջան, առաջնորդիր, ազգի դատը, ազգային դատավարություն իրականացնենք ու ազատագրենք մեր Արմենիան։ Ստեղծենք մեր ազգային կառավարությունը իր բոլոր համակարգերով, ազգային գենի կրողների հետ, որոնց նպատակն է միմիայն ազգի պետության շահերը։ Կուսակցությունները բոլորը ոչնչանալու են իրենց այդ կուսակցական պոռնիկների ղեկավար կոչվածների հետ։ Արմենիայում կուսակցություն չի լինելու։ Միակ գաղափարախոսությունը, միակ ծրագիրը լինելու է ազգային պետականամետ։ Հանուն ազգի, հանուն պետության։ Սպասում եմ ձեր գիտակցականի արթնացմանը, համախմբվելուն և գործողությունների անցնելուն։ Այս պոռնիկներին, այս 4 պոռնիկներին, Քոր, Խերժո, Ռաուֆ, Փաշողլե իրենց համակարգի պոռնիկների հետ հրապարակավ սատկացնելու։ Միացեք ազգային ազատագրական պայքարին։